Ողջույն բոլորին, տեսնենք ձեր ցանկությունները կկատարվեն արդյոք թե ոչ։ Ինչպես միշտ 4 տարբերակից եմ եւ ուզում եմ ասել, չիպս արդեն հասել է, կփորձարկեմ, տեսնեմ եթե ամեն ինչ նորմալ է, որովհետեւ բավականին շատ կարևոր տեսանյութեր կան, Մերկուրին է հետադարձ, խավարումները, որպեսզի հասցնեմ ես այդ ամբողջը ձեզ ասել։ Դե երկար տեսանյութեր են եւ պետք է մոնտաժվի դա, դրա համար ինձ հզոր չի հարկավոր, որպեսզի ես կարողանամ մոնտաժել, եթե հզոր չի լինում, ես չեմ կարողանում, որովհետեւ ժամերը այդպես է լինում, որ ես կարողանում եմ գրել, եթե ես ընդհանուր տեսանյութ անեմ, ժամերը չեմ կարողանա գրել, ես բոլորինը առանձին տեսանյութեր եմ անում, հետո միացնում եմ իրար, այդպես ինձ ավելի հեշտ է ժամերը գրելու համար, որպեսզի դուք ժամ ունենաք եւ կարողանաք նայել։ Իսկ այնպես ես պետք է կորցնեմ այդ եւս 40 քանի րոպեն, որպեսզի ժամերը գտնեմ եւ նորից գրեմ, դա շատ երկար ժամանակ է ինձ այն տանում։ Դա իսկ այսպես էլ արդեն չի հարկավոր։ Եվ տեսնենք, եկել է, մի հատ փորձարկենք, տեսնենք ինչպես է եւ արդեն սա որ նայում եք, դրանից հետո հնարավոր է նաեւ այդ օրը պետք է նաեւ նայեք Մերկուրիի մասին, որովհետեւ ժամանակն է արդեն Մերկուրին կարծես թե ամսի 13-ից է հետադարձ, որպեսզի հասցնեք նայել եւ իմանաք ինչ պետք է անեք, որովհետեւ Մերկուրին ամենագլխավոր մոլորակն է, որը որ պատասխանատու է հանգստի համար, ճանապարհ գնալու համար, գնումներ կատարելու, կենցաղային տեխնիկա կատարելու, գնելու համար հիմա պետք է գնեք։ Ճիշտ է, ինքը դեռ կանգնած վիճակում է, այս կանգնած դիրքն է, այդ ժամանակ էլ եւս էլի չի թույլատրվում, բայց եթե կարիքը կա, կարող եք գնել։ Կարող եք ուղղակի ինչ-որ փոխարինող, գոնե մատչելի տարբերակ, որ հետո չաշխատի այդքան էլ չմտածեք, որ վայ գումարներս անիմաստ տվեցին։ Ամեն անգամ հետադարձի ժամանակ ես ֆեն եմ գնում, չեք պատկերացնի։ Ամեն անգամ երբ որ հետադարձ է Մերկուրին, ես ֆեն եմ գնում եւ գնում եմ շատ մաչելի տարբերակով, հետո այդ ֆենը թափում եմ գնում եմ, որովհետեւ հետո ինքը կամ շատ է կարմրում, տակ, որովհետեւ այսպես թե այնպես այդ ժամանակ է ստիպված լինում, որ պետք է ֆեն լինի մեր ձեռքի տակ եւ ամեն անգամ այդ վիճակն է, ինչ որ մարդկանց մոտ նաեւ եւս կարող է տենց լինել։ Ձեր ամեն տեղեկություն պինդ պահեք, լավ պահեք, գրանցեք մի քանի տեղ, որպեսզի չկորցնեք։ Դες այդ մասին բնականաբար հետո կխոսեմ, իսկ հիմա ցանկությունն է, այնպես որ այս պահին ցանկություն պահեք։ Մտածեք ձեր ցանկության մասին, կենտրոնացեք, հեսա աստղ արդեն էստեղը, կենտրոնացեք ձեր ցանկության մասին, որ ինչ եք ուզում, որպեսզի լինի, գուցե հարց տակ, հարցի պատասխանն այստեղ մեջը լինի, առանց աստղի, նախորդ անգամ բավականին շատ լավն էր, 3 հատ աստղ ընկավ, 4-րդն էլ ինչ-որ շատ աննշան էր իրար տարբերությունը, այնպես որ հուսով եմ այս անգամ էլ բարեգութ կգտնվի մեր հանդեպ աստղը եւ կընկնի։ Պահեք մինչեւ խառնալ։ Ահա, հուսով եմ պահեցիք, մենք արդեն կնայենք առաջին տարբերակը։ Կատարվի արդյոք առաջին տարբերակի ցանկությունը։ Աննշան է հեռու, շատ աննշան, դա կարելի ասել այոյին հավասար է, որովհետև ինքը հեսա էլի, հեսա կլինի, վաղ թե ուշ։ Այստեղ ոմանք եւ ամուսության առաջարկ են ստանալու, եւ արդեն պայմանավորվելու են,
ամուսնական օրը, ամուսնության օրը որոշելու են, պայմանավորվածություն են ունենալու, այնպես որ պատրաստվեք։ Ահա, առաջին տարբերակը շատ մոտ է իրար աստղերը, դա նշանակում է, որ շատ չեք սպասելու, ինչ որ մի բանի է ձեր ցանկությանը հասնելու համար, շատ չնչին եք սպասելու եւ այդ ցանկությունները կիրականանան։ Նաեւ եթե ուզում եք հանգստանալ, եթե ուզում եք գնալ արձակուրդ, ապա դա եւս ձեզ կտան եւ կգնաք լիարժեք կհանգստանաք։ Եվ այստեղ ամուսնությանն է ավելի շատ վերաբերվում, առաջարկություն ամուսնության եւ ամուսնություն։ Այն երկուսն էլ այստեղ կան, եթե դուք պահել եք։ Գուցե ձեզ համար եք պահել, ձեր երեխաների համար եք պահել, շատ կարեւոր է դա։ Եվ այստեղ նվեր, դա կարող է լինել ոսկեղենի գնում, միգուցե այստեղ հարսանիքի համար ուզում եք ոսկեղեն կամ մտածում եք, որ ոչե բիժուտերիա կամ ոսկի կարող եք նվեր ստանալ ինչ-որ մի բանում։ Միգուցե հարսանիքի ժամանակ, հա, կարող եք քննարկում եք արդեն ինչքան ոսկի հետ կգա գումարը վերցնեք թե ոսկին։ Այսքան առաջին տարբերակի համար, այնպես որ շատ չեք սպասի ձեր ցանկությանը։ Պահեք երկրորդ տարբերակը կամ պատկերացրեք այդ ցանկությունը, որ կատարվում է, ինչև խառնում։ Կկատարվի արդյոք երկրորդ տարբերակի ցանկությունը։ Պես տեսնում ենք դեռ աստղերը էսա նոր եկան։ Ցանկությունները կատարվում է, սիրելիներս։ Պես որ շնորհավորում եմ։ Ահա, ուրեմն, ցանկությունը կատարվում է, դա միանշանակ։ Այստեղ գործարքներ աշխատանքի վերաբերյալ, աշխատանքի ընդունելություն, նաև բիզնեսի վերաբերյալ, այստեղ բանակցություններ, հաջողությամբ իրար կարող եք հաջողություն անել։ Նաև դա կարող է լինել ծանոթություն հակառակ սեռի ներկայացուցչի հետ, միգուցե ձեզ ծանոթացնեն նաև օտար երկիր կամ մեկնելու կամ հանգստանալու նպատակով կամ ապրելու նպատակով կամ օտար երկրում ոչ մի բան կա, որ ուզում եք լինել։ Նաև երեխայի ծնունդ, որ ցանկանում եք կամ նաև սա կարող է լինել ձեր ընկերներից ոչ մեկի ծնունդը, որը որ կարող է ձեզ հրավիրել եւ գնաք։ Հաշտեցում յուրաքանչյուր մարդու հետ նաև ոնց որ համաձայնության եք գալիս եւս։ Նամակ, նամակագրական կապ, փաստաթուղթ, այստեղ նաև կարող է լինել ինչ որ մեկից նամակ եք սպասում եւ նա կարող է ձեզ գրել,
Նաև հեռախոսազանգ կարող է, եթե սպասում եք հեռախոսազանգի, ապա եւս հեռախոսազանգ։ Գուցե համարի փոխանակում կա ու ցանկություններ, որ ինչ-որ մեկը իր համարը տար ձեզ եւ կտա։ Եվ վարկերից ազատում, այստեղ պարտքերից ազատում, որովհետեւ գումարն էլ այստեղ կա եւ գումարը կգա, դուք կկարողանաք ձեր պարտքերը, վարկերը մարել, ավարտել։ Դե բուն ցանկությունը ինչ որ պահել եք եւս այդտեղ կա։ Այսքանը երկրորդ տարբերակի համար ուրախ եմ, շնորհավորում եմ ձեզ։ Դե պահեք երրորդ տարբերակը, եթե դեռ չեք պահել, պահեք կամ պատկերացրեք, թե ոնց է կատարվում նա։ Քարտերին ճիշտ տեղեկություն տվեք։ Կկատարվի արդյոք երրորդ տարբերակի ցանկությունը։ Սկիզբը ընկավ, դա եւս այլ նշանակություն ունի։ Մի փոքր իրարից հեռու է, շատ աննշան այստեղ եւս դա նշանակում է, հա, հեսա կլինի այդպես։ Ահա, ուրեմն այստեղ մեքենան եւս։ Ուրեմն, կարիերայի բարձրացում, միգուցե աշխատանքի, բիզնեսի, հա, առաջ խաղացում, նվեր, նաև եթե ուզում եք նվեր ստանալ, կենցաղային տեխնիկա գնել, հիմա գնեք, որովհետև հետո արդեն նշեցի պետք չի, նոր սեր, նոր հարաբերություններ, սիրահարվածություն, ովքեր որ ուզում էին, ապա այստեղ կունենաք դա, այդ հնարավորությունը կունենաք եւ սիրահարվելու եւ ձեզ ինչ-որ մեկը սիրահարվի։ Եվ ինչ որ մեկից ումից որ ուզում եք ազատվել, լինի դա ընկերուհի կամ ընկեր կամ ինչ որ մեկը որ նյարդայնացնում է ձեզ եւ ուզում եք իրան հրաժեշտ տալ, ապա դա տեղի կունենա, կկարողանաք ի վերջո իրան հրաժեշտ տալ եւ մեքենա ձեռք բերել կամ գնել կամ գուցե նվեր եք ստանում ինչ որ մեկից։ Ահա, եւ ցանկությունը նայեք ինքը շատ մոտ է, դա նշանակում է, որ շատ չեք սпасելու ձեր բուն ցանկությանը, այնպես որ 1-2 օր ձեր պահած ժամկետից կարող է ուշ լինել։ Իդեպ, հուսով եմ, որ ժամկետ եք պահել, մոռացա նշեմ։ Եվ գնանք 4-րդ տարբերակը։ Եթե ինչ-որ ցանկություն եք պահում, հստակ ժամկետով պահեք։ Կկատարվի արդյոք 4-րդ տարբերակի ցանկությունը։
Աստղերը բավական իրարից հեռու են, դա մի փոքր ուշ է նշանակում, բավականին ուշ։ Ահա, ուրեմն 4-րդ տարբերակը այստեղ։ Ոչ է նամակ, տեղեկատվություն կամ փաստաթուղթ կարող ստանալ նաև, եթե ուզում եք, ապա կամ ինչ-որ մեկը ձեզ գրի, նամակ գրի, պատասխանի նաև ձեր գրածին։ Նաև այստեղ լեզուներ, եթե ցանկանում եք սովորել, ապա սկսեք սովորել անպայման։ Եվ երեխաների հետ կապված ոչ է իրադարձություններ, հղիություն, ծննդաբերություն, նաև դա կարող է լինելու է ինչ-որ մի բան, որը երեխաների համար եք պահել։ Եվ ընկերներով հավաքույթ, ուրախություն, ինչ-որ առիթ կարող եք նշել, նոր սեր, նոր հարաբերություններ այստեղ, սիրահարվածություն եւ շոփինգ, եթե ցանկանում եք գնալ, ճիշտ է, մի քիչ գումարը այստեղ կարող է չբավականացնի այդ ամբողջը գնելու համար, բայց կարող եք նաև գնալ։ Եվ եթե պապի, տատի եք, ապա եթե ցանկանում եք ձեր թոռներով այդպես հավաքվել, ապա այդ հնարավորությունը եւս ձեզ կընձեռվի, որպեսզի դուք հավաքվեք։ Բոլորով մեկտեղում։ Իսկ բուն ցանկությունը այստեղ մի փոքր ուշանում է, միգուցե դեռ ժամանակը չի, դեռ միգուցե դուք եք ուշ պահել, հա, ոնց որ հերո ինչ-որ ժամանակահատված եք պահել 1 ամիս, 2 ամիս այդպես։ Այդ ժամանակ նոր, հա, սա արդեն կգործի։ Մեկ էլ հետո էլ արդեն նույնից կարող եք նայել, արդեն ժամկետները կրճատել։ Եթե հիմա նայել եք, օրինակ 2 ամիս հետո սա կլինի, ասում է չէ, հա, մի քիչ էլ երկարի։ Եվս մյուս շաբաթ էլ եւս էլ կրճատեք կամ մի փոքր ավելի շատացրեք, հասկանաք երբ է լինելու։ Այսքանը, թող որ ձեր բոլորի ցանկությունները կատարվեն հիմա միշտ, երբ որ ձեզ է հարմար, երբ որ Աստծուն է հարմար նաև, երբ որ ինքը կուզենա, որ այդ ցանկությունը, այսինքն դուք պատրաստ եք այդ ցանկությանը եւ պետք է որ այդ ցանկությունը ձեզ հետ լինի։ Այսքանը, լավ եղեք։